Եկեղեցու իբր բայնորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նույն նշանակելու մասին։ Չունի, նման բան չունի։ Եկեղեցին եղել է սրբություն, դարով եկել է հայ եկեղեցին, քրիստոնյա ազգ ենք, առաջի ազգն ենք եկել աշխարհում։ Իսկ հիմա ուզում է կառավարության հետ կապի, նրա բյուջեն խառնի, որ իր պարտքերը կարողանա տա։ Ինչ արել 7 միլիոնի փոխարեն 14, այսքան պարգևավճարները տվեց։ Ինքը էլ անելու բան չունի, մենակ դրանից է բռնում, էլ անելու բան չունի, արդեն իրան կողքից են ասեն, թե իր ուղեղն է արդեն, չգիտեմ, դա ինքը այդքան ոչ մեկ էլ այդ իրավունքը չունի, հաթողը բաներ կա, թողապացուցի անի, բայց էլ անելու, մյուժելի մեր Հայաստանում էլ պրոբլեմ չկա, մենակ մնաց եկեղեցին, էլ պրոբլեմ չկա, լանայ քանի հոգի են հեն, մի կիրովականը մենք նայում ենք, ման ենք գալի։ Սաղ պրոբլեմ, հլա մի հատ ծիծաղող մարդ ցույց տվեք ինձ ստեղ։ Չէ, բացարձակ։ Իրավունք չունեն միջամտելու։ Ամեն ղեկավար թող իր գործով զբաղվի։ Կաթողիկոսը իր գործով, երկրի իր գործով։ Ազգի ամենանվիրյալ մարդը եղել են կրոնավոր մարդիկ ու պայքարել են, որպեսզի միացնեն ազգի տարբեր իշխանականներին մեկ կրոնի տակ։ Վարչապետը այն մարդն է, որ իրավունք ունի կաթողիկոս փոխի, կաթողիկոս ընտրի։ Իհարկե ոչ։ Հայաստանի օրենքով պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին։ Եկեղեցին ինքն իրեն պետք է որոշի, թե ինչ անի իր ղեկավարի հետ, ինչպես ընտրի։ Ըստ իմ իմացածի եկեղեցու կաթողիկոսը ընտրվել է ցմահ։ Դրա համար էլ պետության ղեկավարը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերի հետ։ Չէ, կաթողիկոսը թող իր գոլեգաները փոխեն։ Մենք ինչ գործ ունենք կաթողիկական ղեկավարությունը ինչ գործ ունի, նա թող իր քաղաքականությունը վարի։ Շատ սխալ իրավունք չունի բացարձակ իրավունք չունի։ Մենք քրիստոնեությանը 301 թվին քրիստոնեություն ենք ընդունել, եկեղեցին ամեծ պահ է։ Եկեղեցու շնորհիվ այն, որ մենք ասել ենք այս աշճանի։ Հենց ներկա մոմենտին, որ մենք կանք։ Եկեղեցու շուրջն են համախմբեն մարդիկ։ Ինչ գործ ունի եկեղեցու հետ։ Ինքը ընդհանրապես ոչ մի իրավունք չունի եկեղեցու հանդեպ։ Ինքը որովհետև սատանայի կամակատարն է։ Հետևաբար ինքը մեր Սուրբ եկեղեցու, Սուրբ երրորդությանը կպնելու իրավունք չունի։ Վայ նրան, ով որ անարդարացի կերպով կկպնի։ Վայ նրան, որտեղ գրված է ամեն մեղք կներվի, բայց այն մեղքը, որ կպնում է Սուրբ Հոգուն, դա չի ներվելու։ Ոչ մի իրավունք չունի։ Նա եկեղեցու հետ ինչ գործ ունի։ Մարդը իր համար, նա իր համար։ Այն հին գրքերից էլ գրած է, որ եկեղեցին առանցին է պետությունից կապակ բան չունի, ոչ թե պետությունից է ղեկավարության։ Նա իրանցին, բայց մտելա այդ մարդկանց բանտարկեց, հանեց, ինչի՞ մա չեմ հասկանում։ Չունի բացանում է, իրան ձեռքին է։ Կաթողիկոսը մեր հայոց ազգի, մեր սրբազնագույն կաթողիկոսն է։ Ես առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ ու սիրեմ մեր կաթողիկոսի, մեր առաքելական Սուրբ եկեղեցին կադեմ աղանդավորներին։ Բայց ինքը իրավունք ունի կաթողիկոս։ Ոչ, կաթողիկոսը մեր սրբության սրբոցն է, մեր հայ ազգի 10 միլիոն ենք, թե 20 ենք, թե 100 ենք, մեր ազգի ներկայացուցիչն է ինքը, մեր քրիստոնեության սիմվոլն է ինքը, ինքը կարա իր նախարարներում փոխի։ Ոչ, կաթողիկոսը վերևի Աստվածն է փոխում, աղջիկ ջան։ Մենք բոլորս հույսներս Աստծո վրին ենք դրել, ցավը տա։